Լավ, ինչ է այդ գիտակցված սնողավարություն։ Այդքան ասում են ամեն տեղից հնարավոր բոլոր ալիքներից գիտակցված սնողավարություն, ինչու կա նաև չգիտակցված սնողավարություն, կա նաև անգիտակից սնողավարություն։ Փորձենք վերլուծել։ Նախ կա միֆ, որ գիտակցված սնողավարությունը կատարյալ ծնողավարության մասին է, բայց ոչ։ Նախ կատարյալ ծնողներ չկան, մեր երեխաներին պետք չեն կատարյալ ծնողներ, մեր երեխաներին պետք են իսկական, զգացող, մտածող, ապրող ծնողներ։ Երկրորդ գիտակցված սնողավարությունը տարբերվում է ոչ թե նրանով, որ ես որպես ծնող սխալներ չեմ անում, այլ նրանով, թե ինչ եմ ես անում նրանից հետո, երբ սխալվեցի։ Օրինակ եկա տուն, գոռացի, պորտկացի, հոգնած էի, խնդիր ունեի գործի տեղը ու երեխան եկավ ինչ-որ մի բանով, որը ինձ բարկացրեց այդ պահին, կամ տեսա մի բան, որ թափել է եւ դա ինձ շատ բարկացրեց, ինչ եմ անում, ես բղավում եմ։ Երեխան միշտ թույլ օղակն է, ցավոք։ Եվ ինչ եմ անում դրանից հետո, կամ ես գիտակցում եմ, որ ախր նոր որ գոռացի նրա վրա, ինքը մեղավոր չէր։ Խնդիրը ոչ այդ խաղալիքներ թափված, ոչ իր ասածը, երբ ես տուն մտա ու նա ինձ ասեց։ Եվ երբ ես գիտակցեցի, որ իրականում ինքը մեղավոր չի, ես մոտենում եմ, ասում եմ, թեկուզ ոչ այդ պահին, հետո, գիտես, ոնց որ ես մի քիչ քո վրա բարձր խոսեցի, ներողություն եմ խնդրում։ Ուղղակի շատ հոգնած էի։ Իսկ երբ մտնում եմ տուն հոգնած ու տեսնում եմ, որ ամեն բան թափված է կամ ինչ որ խնդիր լուծված չէ, դա ինձ հունից հանում է։ Կներես, կարևոր խոսքեր։ Արի հիմա, եթե հարմար է քեզ, փորձենք վերլուծել, ինչ պատահեց, ինչու ես այդ ռեակցիան տվեցի եւ ինչու եմ ես քեզ անընդհատ խնդրում չանել այն ինչ որ ես այսօր տեսա։ Նախ գիտակցում ենք, երկրորդ խոստովանում ենք, երրորդ երեխային այլընտրանք ենք տալիս, նույն թեման կարողանում ենք ավելի հանգիստ խոսել եւ չորրորդ ներողություն ենք խնդրում։ Կարևոր հմտություն, որ նրան կյանքում տարբեր իրավիճակներում պետք կգան։ Եվ գիտակցված ծնողավարությունը նաեւ շատ իմ մասին է։ Իմ ծնողական զգացողությունների, ինչքանով ես կապի մեջ եմ ինքս ինձ հետ, ինչքանով ես խնամված եմ ինքս որպես ծնող, որովհետև միայն ինքնախնամքի, հանգիստ, խաղաղ վիճակում ես կարող եմ լինել լավ ծնող, այն գաղափարը, որին բոլորս անվերջ ձգտում ենք։ Ես չեմ կարող մեծացնել խաղաղ ու երջանիկ երեխաներ, եթե ինքս խաղաղ ու երջանիկ չեմ։ Սա է գիտակցված ծնողավարումը։